Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Երվանդ Բոզոյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզոյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ 2 օր առաջ Հայաստանում էր Ադրբեջանի փոխվարչապետը, դրա մասին քար լռություն էր, միայն ադրբեջանական մամուլի տարածելուց հետո հայկական կողմը հաստատեց, որ այո, այդպեսին որ այո, այդպես է Հայաստանում է ինքը գտնվում, հետո նաև մի քանի բան սպրտվեց, որ նաև հանդիպում է եղել գործարարների հետ, պարզ դարձավ, որ նաև Սամվել Ալեքսանյանի հետ է հանդիպում եղել, քիչ առաջ, գիտեմ, այսինքն ոչ թե չգիտեմ, վստահ եմ, որ տեղյակ եք, գիտեք, որ 3 կառավարության նիստի ժամանակ բացառիկ արտոնություն տրվեց Սամվել Ալեքսանյանին, ինքը պատրաստվում է դրսից բերել Հնդկաստանից, Չինաստանից, չգիտեմ, սառեցրած միս է պատրաստվում բերել, եւ այդ մեծ արտոնությունը մոտավորապես 4.5 միլիոնի մաքսատուրք ինքը չպիտի վճարի, դուք տեսեք ինքը համ ամենախոշոր բաներից է, գործարարներից է, մեծ կարողություններ ունի, մի շարք ոլորտներում ինքը ունի բացառիկ մենաշնորհ, դեռ նախկիներից է գալիս եւ հիմա էլ այդ բացառիկ մենաշնորհը շարունակում է մնալ իր ձեռքում, բացի այդ ինքը ունի մոլերի մեծ ահռելի ցանց, այսինքն նշանակում է, որ իր ապրանքը որևէ խնդիր չունի, չէ, իրացնելու եւ վաճառելու, ուրեմն դուք տեսեք մի քանի ոլորտով ինչ հարված է հասցնում, առաջինը, որ մեր գյուղատնտեսությանը եւ ընդհանրապես անասնապահությամբ զբաղվողներին փոխանակես գումարը իրենց տրվի եւ ինչ է տեղի ունենալու, երկրորդը, որ նրանք ովքեր որ մրցման մեջ են, որ կարող էին արտադրել, այդ չեն կարող մրցել, որտեղ նախ իրենը շատ է այդ փոքր բերողների համար ինչ խնդիր են ելու, ուրեմն փոքր ծավալի բերելու են, բացի այդ մաքս են վճարելու, հետո պիտի մրցեն, պարզ է, որ ինչ է տեղի ունենում։ Խնդրեմ սրա մասին խնդրեի, որ խոսեք։ Ես ուղղակի կարճ ասեմ, որ երբ որ 2018 թվականին Փաշինյանը խոսք էր տալիս օլիգարխիկ հեղափոխություն, մենք այն ժամանակ էլ կանխատեսում էինք, որ այն մարդիկ, ովքեր որ ամենաշատն են գոռում եւ գոչում դրա մասին, ամենակեղտոտ օլիգարխիկ համակարգն են ստեղծում։ Եվ մենք հիմա ականատեսն ենք այդ ամենը, հիշում եք, որ ինքը արագաչափերը փակում էր, ասում էր «Սերժնի պրիվետ զիվզիմովա», չէ՞, ասում էր, որ արագաչափերի քանակը պետք է փչացնել եւ այլն, կրկնակի մեծացել։ Ինչ ասել է հակառակը, ինչ ասել է, հակառակն եղել։ Տրանսպորտը 50 դրամ, չգիտեմ ինչ, կարմիր գծեր։ Հեղափոխություն են անում, անհանդուրժողական Հայաստան ձևավորեց, սևերի սպիտակների բաժանեց մարդկանց, իրար հսկայական, քաղաքբանտարկյանների, նույնիսկ խղճի ազատության խնդիր առաջացավ, այսինքն եկեղեցականներից խոսքի ազատությամբ 20-30 կետ իջել է։ Նույնիսկ եմ ասում, հայտարարեց, որ Արցախը Հայաստանը է վերջ, Փարիզ բունի մաստով կյանքի կոչեց Արցախը Ադրբեջանը եւ վերջ քաղաքականությունը եւ հիմա էլ անամոթաբար առանց ամոթը զգալու դրոշին դրել է Հայաստանի այսպես ասած քարտեզը եւ ման է գալիս եւ հպարտանում է, որ ինքը Արցախը հանձնել է Ադրբեջանի կազմում եւ մի հատ էլ հպարտանում է խայտարակելով հայ ժողովրդին ամբողջ աշխարհով մեկ մարդիկ դրսում հարց են տալիս, ասում են հարգելի հայեր, եթե դուք ժամանակին պահանջում եք, որ աշխարհը պետք է ճանաչեր ձեր ցեղասպանությունը, պահանջում եք, որ պետք է Արցախը դուրս գար Ադրբեջանի կազմից, նույնիսկ Մինսկի խումբը եք պարտադրել լինի բան, հիմա դուք այս մարդուն հանդուրժում եք, դուք вообще որպես ազգ դուք ով եք, այդ հարցը տալիս են ինձ բոլոր եվրոպական եւ Ռուսաստանի բոլոր փորձագետները, ես ամոթից մեռնում եմ սրանից, ամոթի զգացողություն ունեմ, ես որովհետեւ մեր այս տիպի խայտարակություն, որ այս ժողովուրդը հիմա անցնում է, սա մի խայտարակություն է, սա ամոթալի բան է, մենք կարմիր գրքի մեջ ենք հայտնվելու ամոթալի ժողովուրդների շարքի տրամաբանության մեջ, որովհետև այս կլասի խայտարակություն, այս տիպի մարդուն հանդուրժելը, ես մենակ ասում եմ, որ դե գիտեք հարևան վրացիներն են խայտարակվել, որովհետև 2008-ին Սահակաշվիլին պարտվեց պատերազմում, բայց 2010-ին կարողացավ վերարտադրել եւ միայն 2012-ին կարողացավ վռնդեցին, հիմա էլ մենք հունիսի 7-ին վռնդելու ենք։ Իմ միակ արդարությունը սա է, եթե հունիսի 7-ից էլ այս մարդը մնա իշխանության, ես ասեմ, ես կարծում եմ, որ Հայաստանի զգալի մասը փոխելու է իր ազգությունը եւ ընդհանրապես իր բանից հրաժարվել, դա արդեն տիեզերական խայտարակություն է, ասեմ, որ անցյալ դարի 15 թվականի ցեղասպանությունից հետո շատ հայեր հրաժարվեցին իրենց ազգությունից ամոթի զգացողությունից ելնելով, որովհետեւ որ ազգը ցեղասպանվում է, կոտորվում է, դա
միայն թշնամիների պատճառով չէ, որ այսինքն միայն թուրքերի պատճառով չէ, իրանք կոնկրետ կոտորել են։ Նաև այդ ժողովրդի եւ իր վերնախավի պատճառով է, որ իրանք թույլ են տվել, որ այդ ժողովրդին կոտորել։ Սա շատ կարևոր գործոն է։ Հիմա նույնը կատարվում է։ Ինչ է լինելու, եթե 7-ին Նիկոլը մնա իշխանության։ Ինչ է մեզ սպառնում։ Դրա մասին առանձին Շատ ենք խոսել, չէ, ուզում եմ հիմա էլի խոսել, որտեղ ընտրությանը շատ քիչ է մնացել, պարոն Բոզյան, ուզում եմ մի բանը 1000 անգամ ասել։ Այո, դուք ասել եք, որ 3 սցենար կա, թե ինչ զարգացումներով կարող են գնալ։ Սցենար առաջին Հունիսի 7-ին վերարտադրվում է Նիկոլ Փաշինյանը եւ առանց մեծ չարաշահումների։ Այդ պարագայում աշխարհը արձանագրում է, որ այս ժողովուրդը արդեն վերջացած ժողովուրդ է։ Ադրբեջանը, Թուրքիան արդեն համոզվում են, որ արդեն Հայաստանը կարող են անել ամեն ինչ։ Ես ասեմ, որ Հայաստանը չի ունենալու որևէ դաշնակից, որովհետեւ դաշնակիցները արդեն այսօր կուլիսային մակարդակով հայտարարում են, որ մենք ձեզ կաջակցենք միայն այն պարագայում, երբ որ դուք ձեզ ուզենաք աջակցել։ Եթե դուք մերժեք ձեզ աջակցելու պարագայում, մենք ոչ որևէ պարագայում ձեզ չենք աջակցելու։ Անկախ նրանից, թե մենք ինչ գին կվճարենք այդ կորուստների դիմաց։ Սա միանշանակ իմպերատիվ պահանջն է իրենց համար։ Եվ իրենք ասում են, որ հերիք է բոլ եղավ։ Եթե դուք որպես ժողովուրդ ոչ միայն հանդուրժում եք այս մարդուն, այլ վերընտրվում եք, պարտության սիմվոլը ընտրվում է, նշանակում է, որ դուք արդեն ավարտված ժողովուրդ եք եւ ձեր վերջը եկել է եւ տրամաբանական է, որ ստեղ պետք է ձևավորվի մի հատ նոր ուրիշ երկիր, Արևմտյան Ադրբեջան օրինակ եմ ասում, եւ շատ տրամաբանական է, որ դուք դառնաք արդեն քոչվորի պես փախստական, ինչպես որ Ղարաբաղցիներին դու դարձրեցիք, ձեր ղեկավարությունը դարձրեց քոչվորի պես արդեն փախստական։ Սա իմպերատիվ, սա մի սցենար երկրորդ ինքը կեղծում է ընտրությունները, ինչպես որ կեղծեցին նախկինում բազմաթին անգամ կեղծել են մեր ցավոք սրտի մենք նորմալ ընտրություններ չենք ունեցել մեր պատմության մեջ, ինքը գնաց այդ նույն ճանապարհով։ Այդ պարագայում արդեն կեղծելու պարագայում դա կախված է լինելու արդեն մեր ժողովրդի կամքից։ Եթե մեր ժողովուրդը իսկապես ոտքի դուրս գա եւ մերժի այդ կեղծումի բանը, ապա դաշնակիցներն ասում են, որ մենք իմպերատիվ եւ առաջին անգամ ուղիղ մակարդակով դեղին կարտ ենք ցույց տալու եւ իրեն եւ մենք աջակցելու ենք արդեն ձեր ժողովրդին, որտեղ մենք հասկանում ենք, որ ձեր ժողովուրդը ուզում է մերժել այս խմբակին եւ խումբը իմպերատիվ թույլ չի տալիս օրինական մակարդակով թույլ չի տալիս, որ վերընտրություն կատարվի։ Քանի որ թույլ չի տալիս, այդ ժամանակ արդեն ժողովուրդը ստանում է իրավունք առանց ընտրական իրավունք, առանց ընտրական ինստիտուտի միջոցով արդեն գալ իշխանության եւ ստանում է իրավունք, որ իրեն աջակցեն։ Սա միանշանակ է դա միջազգային ստանդարտների մեջ դա կա, նույնիսկ Միացյալ Նահանգների Սահմանադրության մեջ դրած է հետեւյալը, որ ժողովուրդը ունի ապստամբելու իրավունք այն դեպքում, եթե ոտնահարվում են իր իրավունքները, կեղծում է իր ընտրությունը։ Իդեպ 2020 թվականին այդ Տրամպի այդ պատմության ժամանակ Տրամպի կողմնակիցները դուրս եկան ոտքի, որովհետև ձևակերպում կար, որ դա կեղծված էր ընտրությունները։ Իհարկե այնտեղ կա վեճ եւ Տրամպը հայտարարեց, որ ես դες բան չեմ հայտարարել, որ կեղծված ընտրություններ է այն ժամանակ, հա, եւ կոչ չեր անում, որ գան, բայց եթե հաստատվի, որ ընտրությունը կեղծվում է իշխանության կողմից, ապա ժողովուրդը ստանում է իրավունք ապստամբելու եւ դաշնակիցները պարզ ասում են, եթե կատարվեց երկրորդ սցենարը, ապա մենք աջակցելու ենք ձեր ժողովրդին։ Նու այդ սցենարի մեջ մտնում է նաև հետևյալ տարբերակը, որ եթե հանգարց ինքը արգելափակի որևէ ազդեցիկ քաղաքական ուժի եւ թույլ չտա, որ ինքը մասնակցի ընտրության, հիմնականում 3 ուժի մասին է խոսում։ Եթե այդ 3 ուժից որևէ մեկին ինքը թույլ չտա ընտրության, դիտարկվելու է այդ 3 ուժերից թիրախում ոնց որ Սամվել Կարապետյանն է, գիտեք որ 42 ժամ է տվել, որ չգիտեմ ինչ պիտի ներկայացնեն։ Դա նույնպես այդ սցենարի մեջ է մտնում։ Եթե հիմա էլ իհարկե շատ հետաքրքիր է, պիտի խնդրեմ, լավ, երրորդ կետն էլ ասեք, եւ երրորդ կետը, որ իսկապես ժողովուրդը կարողանում է փոխել այս մարդուն, ինչպես որ 2012 թվականին վրացի ժողովուրդը փոխեց Սահակաշվիլին, այդ ժամանակ Հայաստանը ստանում է լիակատար աջակցություն դաշնակիցների կողմից, ընդ որում հարցադրում կար։ Մենք էլ ենք, ես էլ էի հարցադրում ասում էի, որ Ադրբեջանը, Թուրքիան կարող են սպառնան, Փաշինյանը փաստորեն փորձում է վախեցնել ժողովրդին, բան։ Իրենք հայտարարում են, որ մենք հրապարակային արդեն զգուշացրել ենք Թուրքիային եւ Ադրբեջանին, որ եթե Հայաստանի իշխանության ժողովուրդը փոխեց Փաշինյանի, այսինքն մեր դաշնակից Ռուսաստանի Դաշնության կողմից լինելու է, որ պատերազմ թույլ չի տրվելու։ Պաշտոնապես իրենք զգուշացրել են Թուրքիային եւ Ադրբեջանին, որ դա կարող է առիթ հանդիսանալ, որ շատ ավելի խիստ գործողություններ լինեն, եթե իրենք ըստ էության նման քայլերի դեմ են այն ինչ որ վախեցնում է Փաշինյանը։ Սա շատ կարևոր գործ է։ Դուք կուլիսային բան եք փոխանցում, թե անալիտիկ բանից ելնելով եք ասում։ Սենց ասեմ, դա արդեն գրեթե
բան այդ հրապարակային մակարդակով ձևակերպված է եւ դիվանագիտական կուլիսներով արդեն տարածվել է դա եւ ըստ իրենք ասում են որ դա մենք նախազգուշացել ենք եւ Ադրբեջանին եւ Թուրքիային որ որևէ պարագայում եթե հանգարց որտեղ Հայաստանը Ռուսաստանը ունի բազմաթիվ համաձայնագրեր երկկողմանի պաշտպանության եւ այդ համաձայնագրերը հաշվի առնելով ինքը կիրառի այդ process-ը այսինքն ուզում ասեմ որ այն վախի այսպես քարոզը որ իրականացնում է այսօրվա գործող ղեկավարը որի փեթ ինքը չվերընտրվի սեպտեմբերի կլինի պատերազմ սա ես ասեմ դες ինքը հատուկ է անում ժողովուրդ որպեսզի ձեզ վախեցնի որպեսզի վախից մարդիկ գնան իրեն ընտրեն որի փեթ դա չլինի պատերազմ Քարագլուխ պատերազմի հեղինակ Նիկոլը իրական պատերազմի սպառնալիքը Իրանն է ես հիմա ձեզ ուղղակի կներկայացնեմ թե էքսպերտների մակարդակով ինչ վերլուծություն կա եթե հանգարց Փաշինյանը վերարտադրվեց Հայաստանում Ուրեմն ես ասեմ ձեզ ինչի է Իմիջիալս մի միջանկյալ հարց տամ պարոն Ղոզյան եթե հանկարծ հիմա ինքը որոշի որ թույլ չի տալիս երեք հիմնական ընդդիմադիր ուժերից մեկին մասնավորապես քանի որ այդ մի քանի ուժերի թույլ չի տվել դե մնացածի մասին չեմ ուզում խոսել լուրջ չի Սամվել Կարապետյանը չմասնակցի չվիրավորենք ոչ մեկին չվիրավորենք բոլոր ուժերն էլ Հայաստանում հարգի են անկախ նրանից Նրանք ովքեր որ հարցումները ինչ է եւ պարզ է որ նրանք ձայն չեն հավաքել ուրեմն իրենք մտել են փոշիացնելու պիտի գիտակցեն եւ չօգնեն Նիկոլին չէ իրենց անունով պիտի կոչի եթե մարդիկ մտել են ձայները փոշիացնելու ինչի համար են մտել Ես չեմ ուզում գնահատականներ Լավ հիմա եթե հանկարծ հիմա թույլ չտա դուք որպես քաղաքագետ եւ քաղաքական ուժի ներկայացիչ ինչ եք առաջարկում որ եթե հիմա թույլ չտա պիտի արդեն ընդվզման ինչ որ բան լինի չմասնակցել որ ինքը հանկարծ արկել Երեքից ինչ-որ մեկին Ես համոզված եմ բոլոր քաղաքական ուժերը, բոլոր գրեթե բացառությամբ երևի գործող իշխանության եւ իր սպոյլերների բոլորը հայտարարեն որ այս ընտրությունները փաստորեն լեգիտիմ չեն լինելու եւ դա առիթ կտա որ Հայաստանում գնա արդար ընտրությունների անցկացնելու գործընթաց արդեն առանց Փաշինյանի Սա իմ կարծիքով դա միանշանակ է Այսինքն ինչ կլինի հիմա եթե իրենք արդարեն ասի չեք ուզում Պարոն Ղոզյան եթե 3 հայտնի ուժերը չմասնակցեն ինքը կասի դրա փոխարեն 40 հատ ուժ կա այսինքն 40 դա բոլորն էլ հասկանում են տես բան չի լինում Չի լինի դա Բոլորը հասկանում են այդ թվում նաև եվրոպական շրջանակներն են հասկանում որ դա կեղծ ձևակերպումներ են որտեղ իրանք էլ են հասկանում որ նման կապիկությունը ոչ մեկին պետք չի այդ կապիկությունը չի անցնի ոչ մի պարագայում եւ բոլորի կողմից զգուշացված է Իրան որ ինքը պետքա ընտրություններ անցկացնի արդար, այդ արդարի տակ մնում է հետևյալը, որ քվեն պետք է արդար բաշխվի։ Հիմա բնականաբար ինքը հիմա տոտալ մակարդակի ընտրակաշարք է բաժանում պետական բյուջեն հաշվառնելու։ Բայց դա համարվում է որ դա ինքը այդ թույլը տրված է։ Միջելս մի դրա մասին էլ խոսենք, մեր բոլոր YouTube-յան կանալները, որ ալիքը մտնեք, հայլի կլինի, ընդդիմադիր, որ ալիքը մտնում եք իրենց գովազդը։ Դուք եք հասկանում եք ինչ միլիոնների մասին է խոսքը։ Տեսեք, գովազդները այլ խնդիր է, դա բայց այդ ինչ գումարների ահռելի բանի մասին է։ Դե հիմա արդեն ես դրա մասին չեմ ուզում խոսեմ։ Խնդիրը ուրիշ բանի մեջ է, վտանգ ուրիշ բանի մեջ է։ Իրանք պետական բյուջեն դարձել են մի հատ միջոց, որի ընտրակաշարքի իրանց ես ասեմ ձեզ գաղտնիք բացեմ, իրանց կառավարման համակարգի 75-80%-ը պատանդի կարգավիճակի մեջ է։ Այսինքն բոլոր իրանց տեղական կառույցների վրա քրեական գործեր է բացած։ Մեկի վրա 2 հատ, մեկի վրա 3 հատ, մեկի վրա 4 հատ, ծայրեր դեպքում մի հատ գոնե կա։ Այսինքն եթե նախկինում ոնց էր բաժանում էին, ասենք, մարդկանց փող էին բաժանում, այդ տեղական աշխարհները ասում են դուք էլ պետք է բաժանեք ժողովրդին, չէ՞։ Հիմա տենց չի։ Հիմա սաղի վրա քրեական գործ են բացում, ասում են եթե դու հանգարց այսքան շրջաբերակ, այսքան դու պլան չբացես, քեզ բանը կյանքի կոչելն են, դու բան ես նստելու, այսինքն վախի մտնոլորտ են սարքել, որպեսզի մարդը վախից կարողանա պետական բյուջեն բաժանի հասարակ մարդկանց, որպեսզի հասարակ մարդը փողով գնա ընտրի Նիկոլ Փաշինյանին։ Սա ես ուղղակի իրականությունն եմ ասում։ Այսինքն մասսայական մակարդակի պետական բյուջեի փոշիացման process է գնում, որը աստղաբաշխական մակարդակի է հասնում, օգտագործում են ոնց որ բանը պատանդի կարգավիճակում նախկինում հիշում եք որ թագավորների երեխաներին պատանդ էին տանում որպեսզի բանանային, չէ՞, տենց հիմա նույնը այս պատանդի կարգավիճակը կիրառում է Նիկոլ Փաշինյանը իր սա տեղական ինքնակառավարման համակարգ։ Ես հիմա ուզում եմ ասեմ որ այդ տեղական համակարգի ներկայացուցիչներին, տեղական կառավարման համակարգի այն ներկայացուցիչներին, որոնք ստիպված ԿՊ-ի տակ աշխատում են, ասեմ դες որ Հայաստանում իշխանապողությունից դուք բոլորդ արդարացվելու եք, ձեզ բոլորդ ոչ մի բան չի սպառնելու եւ պարզապես դուք արդեն լիարժեք որպես քաղաքացի կարճվելու են բոլոր այն անօրինական գործերը, որ Նիկոլ Փաշինյանը կարելա ձեր վրա, որպեսզի ձեզ օգտագործի ժողովրդի դեմ, մենք դա կարճելու ենք եւ դուք նորմալ ազատ որպես մարդ, ազատ քաղաքացի
Դուք էլ իրանք ունենաք բացահայտելու թե այս մարդի ինչ արել ձեր նկատմամբ եւ նաեւ վերջապես Հայաստանում բոլորը ազատ կշնչեն եւ նորմալ համակարգ կստեղծենք։ Դա միանշանակ է։ Գանք Մուստաֆայևի այցին։ Տեսեք, հիմա ինչ կատարվեց Մուստաֆայևի այցի հետ կապված։ Շատ մի դրվագ ասեմ, որ շատերը նկատեցին, որ Մուստաֆայևի այցը Երևան անսպասել էր հայ հասարակության տեսակետից եւ առաջինը դրա մասին տվեց ադրբեջանական լրատվամիջոցները, նոր հետո հայկական կողմը տվեց։ Ուրեմն ընդհանուր առմամբ ֆորմալ տեսակետից Մուստաֆայևը դա այն մարդն էր, որ դեմարկացիայի դելիմիտացիայով էր զբաղվում եւ կոմունիկացիայի խնդրով էր զբաղվում։ Փոխվարչապետ Հայաստանի կողմից Մհեր Գրիգորյանն է զբաղվում։ Հիշենք այդ պատմությունը, հա։ Եվ ֆորմալ իմաստով, քանի որ առաջի հանդիպումն եղել էր Ադրբեջանում Գաբալայում, հետո երկրորդ եղավ Երևան, Հայաստանում, հաջորդը պետք է լինի Ադրբեջանում։ Ֆորմալ տեսակետից ոչ մի անակնկալ բան չկար, բայց անակնկալը կայանում էր ժամանակի ընթացքում, ժամանակի մասով, այսինքն մինչև ընտրությունները ինքը եկել էր, ինչի էր եկել։ Ուրեմն որպեսզի դա մենք հասկանանք, մեզ հուշում է ադրբեջանական լրատվամիջոցները։ Այսինքն ադրբեջանական լրատվամիջոցները իրանք ներկայացնում են իրանց իրական մտադրությունները հիմնականում վերլուծական այն շրջանակները, որ կապված են իշխանության հետ եւ որը բացատրում է իրանց հասարակությանը եւ մեր հասարակությանը մեսիջը ուղարկում, թե ինչա դա կատարվում։ Պարզվում է, որ հայկական կողմը չի ուզեցել, որ այս հանդիպումը մինչև ընտրությունները լինի։ Չի ուզեցել ձգելը ասելա, որ եկեք մենք այս հանդիպումը անցկացնենք ընտրություններից հետո, մեկ այս տարվա մեջ պետք է անցկացնենք, հետո մյուս անգամ բան կլինի, բայց ադրբեջանական կողմը պարտադրել է եւ ըստ էության պարտադրանքի արդյունք է եղել, որ ինքը անսպասելի եկել է։ Այսինքն նույնիսկ ինչու, շատ պարզ։ Ուրեմն Մուստաֆայևը բերել է 3 կոնկրետ խնդիր։ Հիմա ասեմ շատ կզարմանաք։ Խնդիր առաջին Մուստաֆայևը ներկայացել է Հայաստանի իշխանությանը, որ այն բանը բենզինն ու ցորենը, որ տալիս են Հայաստանին, դա միայն սիմվոլիկ բնույթ չի կազմում։ Հայաստանին տվել են 23500 տոննա ցորեն եւ իրանք հայտարարում են, որ սա փաստացի սիմվոլիկ բնույթ չունի, սա յուրօրինակ ընտրակաշարք է Նիկոլ Փաշինյանի համար, որպեսզի Նիկոլ Փաշինյանը կարողանա քարոզի իր խաղաղության այսպես քարոզի եւ դրա համար գին ունի եւ գինը պետք է վճարի Նիկոլ Փաշինյանը։ Սա շատ կարեւոր մեկ առաջին խնդիր է, այսինքն իրանք ցանկացած քայլ, դա բայց բնական բան է, դա նորմալ բան է, դա եթե մարդը գին է տալիս, ինքը ասում է, եթե դու ապրանքը վաճառում ես, գին ստանաս, չէ՞ դրա դիմաց։ Հիմա ասում է, քանի որ մենք քեզ տվել ենք ցորեն ու բենզին, որպեսզի դու քարոզես քո ժողովրդին, որ տես մենք արդեն խաղաղության մեջ ենք, դա գին արժի։ Ուրեմն դու պետք է լրացուցիչ վճարես դրա համար։ Դա առաջին։ Երկրորդ, ուրեմն Մուստաֆայևի մամլո քարտուղարությունը արդեն հրապարակել է ինֆորմացիա, որ օրակարգում կա 8 գյուղերի վերադարձի մասին Ադրբեջանում։ 8 գյուղ, 4 գյուղ անկլավային եւ 4 էքսկլավային գյուղեր, որի մեջ մտնում է նաեւ Տիգրանաշեն։ Սա շատ կարեւոր խնդիր է եւ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է այդ 8 գյուղի վերադարձի հետ կապված, բայց մի բան է խնդրել, որ դա կատարվի ընտրություններից անմիջապես հետո, այսինքն մինչև ընտրությունները ոչ մի քայլ չունի դրա հետ կապված։ Իրենք համաձայնվել են դրա հետ, այսինքն մինչև ընտրությունները դու քո ժողովրդին չես ասում այդ գյուղերի հետ կապված, բայց ընտրություններից դու պարտավոր ես, դու գրավոր պարտավորվում ես, պետք է հանձնես։ Հիմա մեր ժողովրդին ուզում ասեմ, հարգելի ժողովուրդ, ուրեմն հունիսի 7-ին ով որ ընտրում է Նիկոլ Փաշինյանին, ինքը ստորագրում է այդ 8 գյուղերի հանձնման վերաբերյալ։ Եթե այն մարդիկ, որ ընտրում են Նիկոլ Փաշինյանին, հայտարարեն, որ իրանք չգիտեին, մեղք չունեն, իրանք չէին ասել, իրանք չէին պատմել, իրանք չէին հավատում, բայց այտենց ստացվեց իրանք մեղավոր չեն, ոչ, չի անցնելու։ Գիտեք, մոտավորապես նմանային բանի, որ մարդը կարող է ակամա հայտնվի մի հատ հանցագործության մեջ, դրա համար արդեն մարդիկ մեռնեն, ինքը ասի ես մեղավոր չեմ, այսինքն հիմա արդեն դուք գնում եք գիտակից հանցագործության, եթե դուք 7-ին գնում ընտրում եք Նիկոլի, դուք մասնակից եք 8 գյուղերի հանձնման։ Կարևոր մոմենտ կա, եթե 21 թվականին մարդիկ տեղյակ չէին, մարդկանց խափում էին, որ մենք գալիս ենք Ղարաբաղը վերադարձնելու, դա կարելի էր հասկանալ։ Հիմա երբ որ Իրան Հայաստանի դրոշը sense կպցրել են իրենց բան վրա, Հայաստանի դրոշը ինչի են կպցրել։ Դա մեսիջը Ադրբեջանին եւ Թուրքիային, որ իրանք պարտավորվում են բոլոր վիճելի տարածքները հանձնեն։ Շատ կարևոր մի հատ հանգամանք։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը մոտ 1000 կիլոմետր է։ 1000 կիլոմետրից սահմանազատված եւ սահմանագծված ընդհանրապես 12 կիլոմետր, այսինքն 1.2%։ Հիմա շատ հետաքրքիր դետալ ասեմ։
Մուստաֆայևի այսօրվա օրակարգի մեջ ընդամենը 8 գյուղի խնդիր կա։ Ոչ մի ուրիշ տարածքի սահմանազատման եւ սահմանագծման հետ կապված խնդիր չկա։ Ինչու գիտեք, այդ հարցին պատասխանեմ։ Որովհետեւ իրանք սենց են ձևակերպել, որ սահմանազատման եւ սահմանագծման խնդիրները պետք է անցնեն փուլային տարբերակով։ Այսինքն հայկական կողմն ուժեղ կողմ, թույլ կողմ, նույնը Ադրբեջանը, չէ։ Իրենք ասում են բոլոր հայկական կողմի թույլ կողմերը պետք է հիմա մենք վերցնենք, ուժեղ կողմերը չբան չանենք, չբանակցենք, որպեսզի հետո արդեն հեշտ լինի, արդեն տեսեք, օրինակ մի բան ասեմ, պատկերացրեք, Զանգեզուրի միջանցքի խնդիրը Հայաստան ուժեղ կողմն էր, այսինքն Ադրբեջանը կախված էր դրանից։ Մենք հիմա փաստացի իրենք առանձին Զանգեզուրի միջանցքի հետ կապված բանակցեցին, ամերիկացիներին մեջ բերեցին, որպեսզի ամերիկացիների փաթեթավորմամբ ստանան Զանգեզուրի միջանցք, որպեսզի տարանջատեն բանը դեմարկացիայի դելիմիտացիայից, որպեսզի Հայաստանը չունենար կոզեր խաղաթուղթ, որպեսզի ասեր թե այս մի հարցերում ինձ զիջումների գնացած, ես Զանգեզուրում զիջում եմ գնացել։ Այսինքն իրանք առանձին Զանգեզուրի միջանցքը լուծեցին, հիմա առանձին լուծում են 8 գյուղերի հարցը, հետո առանձին լուծել են մնացած տարածքների հարցը։ Հիմա մնացած տարածքների մասով շատ կարևոր մոմենտ կա։ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86000 կիլոմետրի չափով։ Ադրբեջանը չի ճանաչել Հայաստանը 29 Էքստրիկայաբար ասում են իրանք ճանաչել եք, դասեցի չէ։ Նիկոլի Ասումյանը ասեց, որ ճանաչել է սուպեր խոսում։ Իրանք ասում են մենք ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց չեն նշում թե քանի կիլոմետրով են ճանաչում դա։ Շատ կարևոր հանգամանք է, որովհետև իրանք ինչ են ասում են առաջինը մենք վերցնել ենք 8 գյուղերը, երկրորդ փուլում իրանք իրանք կանխատեսումն եմ ասում։ Այդ գյուղերի վերցնելու ժամանակ Հայաստանում բռնկվելու է քաղաքացիական պատերազմ, որտեղ մարդիկ մի հատ տաուշի հետ կապված մեծ արդյունք եղավ, այստեղ 8 տաուշի դեպքեր անելու քաղաքացիական պատերազմի արդյունքում մենք փաստացի մտնելու ենք ավելի շատ տարածքներ ենք վերցնում։ Սա իրանց ծրագիրն է, որ ես ասում եմ, որ դուք պատկերացնեք։ Սա Նիկոլ Փաշինյանի խաղաղության կանխատեսումն է, որը ներկայացնում է ադրբեջանական փորձագիտական շրջանակները, որոնք շահկապված են այսօրվա իրանց իշխանության հետ։ Հիմա ինչու այդպես ստացվել։ Որովհետև Հայաստանը թույլ կողմն է, Ադրբեջանը ուժեղ կողմն է։ Հայաստանի բանակը այսօր թույլ է, Ադրբեջանի բանակը ուժեղ է։ Դա օբյեկտիվ փաստ է։ Հիմա մենք չասենք թե ինչն է բան։ Հիմա տենց է։ Եթե դու ուժեղ կողմ եւ թույլ կողմը բանակցում ես, թույլ կողմը պետքա զիջի։ Որպեսզի թույլ կողմը չզիջի, ուրեմն պետք է այդ բանակցությունների մեջ պետք է երրորդ կողմ լինի, որ դատավորի ֆունկցիա կատարի։ Ոնց որ ասենք քաղաքացիական կյանքում, երբ որ ասենք հարուստը աղքատի հետ վիճում է եւ հարուստը ունի շանս աղքատին ոչնչացնելու, եթե դատարանը գալիս է, դատարանը քիչ թե շատ շահագրգռված է լինում, որ աղքատը չվերանա, ինքը զսպում է հարուստի բանը, չէ՞։ Նույնը ստեղ է։ Եթե հիմա կա միջնորդ երկիր, որը թույլ չի տա, շահագրգռված չի, որ Հայաստանը վերանա, ինքը զսպում է Ադրբեջանին։ Հիմա այդ երրորդ կողմի խնդիրը Նիկոլ Փաշինյանը կանխամտածված դուրս է հանել եւ ծափարությունը ստացել Ալիևից եւ Էրդողանից, որտեղ նման բան, որը Հայաստանին շահավետ էր, բայց ինքը Նիկոլ Փաշինյանը դուրս է հանել երրորդ կողմին, հա, սա ոչ մեկի մտքով չեն անցնում։ Հիմա փաստորեն երկու կողմն են մնացել, երկու կողմի մեջ Ադրբեջանը ուժեղ կողմն է, ինքը ասում է դու պետք է մենակ զիջես։ Հիմա ինչ ասում Հայաստանի իշխանությունը, որպեսի թաքցնի իր զիջելու խնդիրը, անընդհատ ասում է Արցախաշենը պետք է լինի հայկական։ Ուրեմն ասեմ ձեզ, Արցախաշենը հետ բերելու որևէ մեխանիզմ Հայաստանը չունի, որովհետև Հայաստանը չունի ուժային մեխանիզմ, ճնշելու մեխանիզմ, սպառնալու մեխանիզմ, ի տարբերություն Ադրբեջանի, որը ունի։ Սա պարզ խնդիր է, այսինքն ստեղ այն հիշում եք, որ իշխանության ներկայացնողներից մեկը հայտարարեց, որ Հայաստանի երաշխավորը պետք է լինի Ալիևը, չէ՞։ Հիմա Ալիևը, հեսա նենց է երաշխավորելու, որ Հայաստանից քարը չի մնալու։ Ուրեմն ես ասեմ ձեզ, միջազգային լուրջ փորձագետները, եվրոպական եւ ռուսական, կանխատեսում են հետեւյալը, որ եթե հունիսի 7-ին Նիկոլ Փաշինյանը վերարտադրվեց, ուրեմն 2 տարի անց Հայաստանը կորցնելու է իր պետականությունը, իրանց մոդելն եմ ասում ժամանակային, եւ հաջորդ 3 տարի անց Հայաստանը չի մնալու հայություն։ Չէ, հասկացնելու բան չկա։ Անժելա ջան, ամեն մի ժողովուրդ արժանի է իր ճակատագրին։ Ցանկացած ժողովուրդ արժանա ճակատագրին։ Եթե ժողովուրդը ուզում է գնա իշխանության, եթե ժողովրդի մեջ կա մազոխիստական գեն, իսկ նման գեն մեր ժողովրդի մեջ ցավոք սրտի կա։ Ես դա գիտեմ որ կա, բոլորս է գիտենք դրա կա։ Եթե դա կա, ուրեմն այս ժողովուրդը չի կարող իրան փրկել։ Հիմա բայց տեսեք, հայրա ժողովրդի մեջ էլ կար այդ գենը։ Հայրա ժողովուրդը, բայց ինքը կարողացավ վերականգնել իր պետականությունը, բան եւ այլն, եւ հիմա այսօր ժամանակից երկիր է դարձել եւ եթե ինքը իրան խելոք պայի նորմալ երկար գոյատևի։ Հայաստանը ըստ էության 30 տարի է գոյատևում։ Ինքը կարա գոյատևի եւս երկար,
Եթե խելամիտ լինի իր քաղաքական վերնախավը։ Եթե այս տիպի վերնախավ ունենա, իսկ պատմության մեջ միշտ ունեցել է սենց վերնախավեր, միշտ ունեցել է։ Ես չեմ ուզում անուն ազգաններ ասեմ։ Նման Փաշինյաններ հայ ժողովրդի իր պատմության մեջ ունեցել, դա համար ինքը կորցրել է, բարբերաբար կորցրել է պետականությունը, բարբերաբար կոտորածներ է եղել, որտեղ նման տիպի իշխանություն ունենալը դա նշանակում է, որ սեփական ժողովրդի մեջ կա մի հատ շերտ, որը իր տեսակին բերում է իշխանության։ Այդ տեսակը դա խայտարակություն է, դա հակապետական, հակամարտկային, հակաբնական մի հատ տեսակ է, որը իր տեսակով ինքը պետք է չապրի, սենց ձևակերպեմ։ Ինքը իր ոչնչացումը, դա բնական է, բնությունը ծրագրավորում է այդ մարդկանց ոչնչացումը։ Եվ դրա համար այդ մարդիկ ոչնչանում են, բարբերաբար են ոչնչանում։ Հիմա բայց, քանի որ մեր ժողովրդի մեջ նաև կա առողջ հատված, այդ առողջ հատվածը պետք է գերիշխի եւ թույլ չտա, որ տես բան լինի, որովհետեւ մարդիկ պետք է հասկանան, որ եթե հունիսի 7-ին ես մի քանի օր առաջ փորձել եմ, ես այստեղից միշտ ասում եմ, չէ, եթե ամեն մեկից հաջողի։ Մենք շարունակեմ, կներեք, ես մի հատ բան էլ ասեմ։ Մուստաֆայևի երրորդ բանը առաջարկը դա հետևյալն էր։ Իրանք մտահոգված են Տրամպի միջանցքի հետ կապված խնդրով։ Այդ Տրամպի միջանցքը, քանի որ հիմա օդի մեջ կախված է մնացել, որտեղ Միացյալ Նահանգների եւ Իրանի շուրջ բավականին լուրջ լարվածություն առաջ եկել եւ հիմա Ռուսաստանն է միջնորդական առաքելություն կատարում, որպեսզի կարողանա, որտեղ Տրամպը շատ ծանր վիճակի մեջ է հայտնվել եւ Պուտինին եւ Ռուսաստանին շահավետ չի, որ Տրամպը վերջնականապես կործանվի Միացյալ Նահանգներում, հանուն արդարության ասեմ, որ դա մեզ էլ պետք չի, ես չեմ ուզում փակագծերը բացեմ, մեզ էլ դա շահավետ չի, բայց պարզա մի բան, որ Տրամպի այդ կամուրջը որ կա, ինքը կամ չի կյանքի չի կոչվելու, կամ եթե կյանքի կոչվի լրիվ տրանսֆորմացված վիճակի մեջ է լինելու, որտեղ պետք է իր դեր ունենան նաև Իրանը եւ Ռուսաստանը, որը մեզ շահավետ է լինելու։ Հիմա Ադրբեջանը խիստ մտահոգված է այդ գործոնով, եւ Ադրբեջանը ուզում է երաշխիքներ ստանա Հայաստանի կողմից, որ եթե հանգարց Միացյալ Նահանգները ինչ պատճառներով թույլատնեն կամ չկատարեն այդ խնդիրը, ապա այդ Վաշինգտոնյան համաձայնագրի բովանդակությունը պետք է Հայաստանի կողմը պահպանի։ Այսինքն Զանգեզուրի միջանցքը պետք է աշխատի։ Դա շատ կարևոր գործոն է, որտեղ Մուստաֆայևը բացի դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցերով նաև կոմունիկացիաների գծով փոխվարչապետն է։ Եվ Նիկոլ Փաշինյանը տեղել է համաձայնություն տվել։ Ես ասեմ ձեզ, որ իմանաք, այսինքն տեսեք ինչն է խնդիրը։ Այս մարդը հսկայական բեռա վերցա իր վրա, իր անձնական կյանքը, իր իշխանությունը, իր աթոռը պահելու համար ինքը պատրաստ ինքը խոստացել է Հայաստանի հսկայական ռեսուրսներ հանձնել Ադրբեջանին, սարսափելի մակարդակի։ Եվ ասեմ ձեզ, ռուսական եւ արևմտյան եվրոպական ավելի շատ փորձագետների կարծիքով, եթե հայ ժողովուրդը համաձայնվեց Փաշինյանի այս սցենարին, ես նույնիսկ եմ կրկնում, ամենալրջությամբ նույնիսկ ժամանակային իմաստով 5 տա ոչ թե Հայաստան չեն հավատում ձեզ։ Այս չեն հավատում։ Մի հատ փորձեք, ես օրինակ այն օրը այդպես մտածող մարդկանց հետ խոսում էի, չեն հավատում։ Ես sense մի բան ասեմ։ Ասում են ցեղասպանություն արել են ռուսները, մեր թշնամի ռուսն է։ Ես մի բան ասեմ, էլի։ Կներեք մի բան ասեմ։ Այս մարդկանց պապերը ցեղասպանվել են Թուրքիայում, Օսմանյան Թուրքիայում են, չէ՞ ցեղասպանվել։ Բարիս բուն իմաստով Օսմանյան կառավարությունն է, չէ՞, որոշումները կայացրել ցեղասպանելու։ Հիմա պարզ, եթե այդ թորները նույն ձևի մտածում են եւ տանեն առաջ, ես ուղղակի ուզում եմ ասեմ, իրանք արժանի են ցեղասպանվելու։ Բայց ես ուրիշ բան եմ ասում։ Կներեք մի հատ բան եմ ասում։ Բայց այս Հայաստանի սահմանադրության օրենքներով նույնիսկ իրանց երեխաները իրանք Հայաստանի քաղաքացի են եւ իրանք ունեն պաշտպանություն պետության կողմից եւ իրանք իրավունք ունեն իրանք երեխաների։ Ես այդ հարցին sense պատասխանեմ։ Իշխանափոխությունից հետո պետք է կատարել քաղաքական ստերիլիզացիա այդ հատվածի համար։ Ես չեմ ուզում փակագծել։ Բայց քաղաքական ստերիլիզացիա պետք է կատարել, որտեղ մարդիկ որոնք հակապետական վնասներ են ապրում, պետության դեմ են աշխատում։ Ինչա մարդը ասում է ես ընտրել, վայ պարոն Բոզարաս, ես ընտրելու իրավունք ունեմ, գյուղացի եմ, ինձ էլ ասում է, ավարտեմ էլի, որտեղ կոնկրետ կենթանի օրինակներով եմ խոսում ձեզ։ Ասում է դու ինձ բացատրելու ձև չունես, իրավունք չունես, ես հասկանում եմ ամեն ինչ, բառացի եմ ասում, իմ հետ բանավեճի մտած մարդ։ Դե մոտավորապես թույլ եմ տալիս ասեմ, կասես քո կյանքում մի գիրք գոնե կարդացել ես, իսկ պետք չի։ Ես պետք չի, ես մի բան գիտեմ այս կյանքում։ Օրինակ եմ ասում, պետք է խնդրում եմ մի 2 րոպե ինձ լսեք։ Չէ, կոնկրետ ձեր օրինակի վրա եմ ասում։ Ասում եմ քո հայրը ցեղասպանությունից է, չէ՞ Մազապուր ցեղասպան, հա։ Միակ մարդն է եղել Գերդաստանից որ փրկվել է։ Այո, որտեղ է մեծացել մանկատանը, հետո տենց ընտանիքը բան։ Հիմա ասում եմ, դու ասում ես, որ մեր թշնամին ով է։
ասում եմ մեր թշնամին Ռոբերտ Քոչարյանն է, Սամվել Կարապետյանն է, ասում եմ ինչու, բարձ օրինակ եմ ասում, որ չասեմ, ասեմ ինչի է Սամվել Կարապետյանը, ռուսն է ուղարկել, ասեմ ռուսը ինչի է թշնամին, հասկացանք հիմա իրոք է ստոպ տո էլի, ես ասում եմ հետևյալ տարբերակը, աշխարհի բոլոր երկրների փորձը, ցույց է, օրինակ ասենք Թուրքիայում երկար ժամանակ Ձախակողմյան եւ կոմունիստական շրջանակներին կամ տերորի էին ենթարկում կամ թույլ չէին տալիս որ դրանք ապրեն գոյատևեն հսկայական մարդիկ դուրս էին գալիս Չիլիում կատարվեց Հարավային Կորեայում կատարվեց Միացյալ Նահանգներում այդ process-ը բոլոր երկրներում գնացել է սելեկցիա բոլոր երկրներում պետությունները այն օրգանիզմները որոնք հակապետական օրգանիզմ են դրանց մաքրվելու տարբեր ձևեր կան 21-րդ դարում էլ իրա ցիվիլ ձևը պետք է ունենա Այսինքն այս մարդիկ իրավունք չունեն ընտրելու, այս մարդկանց ինչ պետք է անեն։ Ինձ ստիպում ես, որ ես փակագծեր բացեմ, չեմ բացելու փակագծեր։ Բայց մի բան կարող եմ ասեմ հետևելը, որ այս մարդիկ այլևս Հայաստանի հանրային կյանքի վրա որևէ ազդեցություն չեն կարող։ Այս մարդը իմ նման հավասար ամսի 7-ին գնալու է, ընտրելու է կամ Նիկոլին կամ Շիրինյանին։ Թող գնա ընտրի, ում ուզում է ընտրի։ Այդ նույնից եմ կրկնում, հունիսի 7-ին Հայաստանում, որտեղ ի վերջո ցանկացած օրգանիզմ, ցանկացած բջիջ ցանկացած պետություն ինքը գոյատևման խնդիր է լուծում եւ մեծամասնությունը քանի որ բնազդով ավելի նորմալ մարդիկ են այդ մեծամասնությունը ինքը նորմալ ճանապարհով երկիրը տանում է եւ այն փոքրամասնությունը ստիպած ենթարկվում է բայց ժամանակի ընթացքում էլ ստերիլիզացիայի պետք է ենթարկվի որտեղ այդ տիպի հակապետական էլեմենտները այդքան շատ լինելով պետության մեջ դա սպառնալիք է հավերժորեն ատոմային բոմբը պետության մեջ դա որտեղ դրանք հակապետական մարդիկ են իսկ եթե դա մեծամասնություն է ուրեմն քո երկիրը չի լինի ուղղակի եթե դրանք մեծամասնություն են ուրեմն արդարացիա որ Հայաստանը պետք է վերանա ուրեմն նշանակում է Աստծո կողմից բանը սցենար դրած է որ այս ժողովուրդը սպառել է իրան վերջնականապես սա միանշանակ է բայց ես հավատում եմ որ մեր ժողովրդի մեծամասնությունը այտենց չի որ մեր ժողովրդի մեծամասնությունը առողջ ժողովուրդ է, որը սխալվել է 18 թվականին, որը սխալվել է 21 թվականին, որը հիմա արդեն հասկանում է, որ չի կարող արդեն երրորդ անգամ սխալվի եւ երրորդ անգամ պետք է գնա ճիշտ։ Հիմա տեսեք, Արևմուտքը եւ Թուրքիան ինչպես են աշխատել, պարոն Բոզոյան։ Սկզբում մեզ բերեցին մի հատ Նիկոլ, այդ խմբակին բերեցին, որ ասեց բոլորդ վարչապետ եք, հիմա գնում են բոլորից հարստությունը հավաքեմ, բերեմ ձեզ։ Հիմա դա չի աշխատել։ Զուգահեռ դրան ինչ է կատարվել։ Համատարած այդ բոլոր ուժերը նիկոլականների մեծ մասը 99%-ի մեջ մտցրել են հակառուսականություն, որ քո թշնամին ռուսն է, որ պետք է այդ բազաները այստեղից գնան, որ դու իշխան։ Դա էլ է հասկանալի, որովհետև եթե դու ուզում ես, որ այս երկիրը Թուրքիայի ազգական տակ դնես որպես հետո հայաթափես տրամաբանական դու այն ուժը որը բալանսը պահում է դա պետք ուժին պետք է հեռացնես տեղից դա շատ բարձր ճանապարհը բացել կոտորվելու համար ֆիզիկայի օրենքներն են աշխատում ստե շատ խելք պետք չի մարդուն ուղեղը մի հատ բան ասեմ Գերմանիայում ինչ արեցին մարդկանց սարքեցին անասուն ինչ արեց Գեբելսը ինչ ասեց մենք պետք է մեր ժողովրդին սարքենք անասուն որպես այդ անասուններին օգտագործելով մեկ տեզերական երրորդ ռեյխ սարքենք կարողանանք աշխարհը տիրենք դա շատ པարզ սխեմա էր բայց իրանք ժողովրդին անասուն սարքեցին մեր բանը ծավալապաշտական ծրագրերի կյանքի կոչելու համար հիմա այս իշխանությունը իր ժողովրդին անասունը սարքելու process-ը տանում որպես սեփական ժողովուրդը վերացնի իհարկե ծայրահեղ ազգայնականություն ու ծայրահեղ պացիֆիզմը դրանք նույն երկու բանը մեդալի երկու կողմերն են դրանք արդեն ֆաշիզմի մասին եք ասում նացիոնալիզմի մասին եք ասում ծայրահեղ նացիոնալիզմը ներեք ծայրահեղ նացիոնալիզմը դա ֆաշիզմն է ֆաշիզմը եւ ծայրահեղ նացիոնալիզմը ծայրահեղ պացիֆիզմը դրանք նույն խնդրի նույն տարբեր մեդալների տարբեր Պարոն Բոզյան, ինչ առաջարկ ունեք, մի հատ հարց եմ ուզում ձեզ տալ։ Այս մարդիկ, որ բացարձակ բաց չեն, ոչ երկխոսության, ոչ լսելու, խնդրում եմ, օրինակ ես կոնկրետ օրինակ եմ ասում եմ, ինձ կարող ես տալ 2 րոպե միայն բացառել, պատրաստ չէ, այդ եմ ասում, պատրաստ այդ մարդկանց հետ իմաստ չունի։ Այսինքն իրանք անասուն են եւ վերջ, ինչ են իրան։ Մի րոպե, իրանք այն Գեբելսյան քարոշչա մեքենայի մեխանիզմով տեղեկատվական աբեկչության process-ով տարել են։ Իրանց պարզապես իշխանափոխությունից հետո պետք է այն վերնախավը, որը իրականացել է, դա պետք է պատժել, միանշանակ պետք է պատժել, իսկ այդ մարդկանց պետք է փոխել։ Այսինքն Շիրինյան, Արամ Սարգսյաններ, Արման Բաբաջանյաններ, Խուշուրջյաններ, Տիգրան Խազմալյաններ, այս բոլորը թուրք են։ Դրանք դավաճաններ չեն, դա թշնամին են։ Այո, թշնամի են։ Իսկ այն հասարակ ժողովուրդը որ կա, հասարակ ժողովրդին պետք է գնա ստերիլիզացիա։ Դա ինչ է նշանակում։ Երկխոսության process տարվի, երկխոսության մեջ բաժանվի տարբեր շերտերի,
մարդիկ կան, որ ուղղակի вообще ոչ մի ձևի անուղղակի չեն կարողանալու փոխվել, դա ուրիշ սորտի մարդիկ են։ Մարդիկ կան, որ փոխվելու են, մարդիկ կան, որ արագ են փոխվելու, մարդիկ կան, որ ասել են, որ մենք տենց անկես չենք մտածում, որտեղ մենք ճար չունենք։ Այսինքն պետք է դու դիֆերենցիացված վերաբերմունք ունենաս բոլորի նկատմամբ, որպեսզի դու վերջում կարողանաս մեծ կոնսոլիդացված հասարակություն ստեղծես, հասարակություն, որտեղ արդեն հակապետական տար չլինի մեջը։ Իհարկե, տարբեր քաղաքական ուժերը նորմալ երևույթ է, տարբեր քաղաքական հոսանքները նորմալ երևույթ է, բոլոր նորմալ երկրներում տարբեր բանը պլուրալիզմ պետք է լինի, տարբեր կուսակցություններ, որպեսզի մարդիկ բազմակարծության տեսակետից մարդիկ դեմոկրատիայի գան։ Բայց երբ որ երկրում կա հակապետական տարրեր, որոնք աշխատում են պետության ոչնչացման դեմ, դա դեմոկրատիայի կա ոչ մի կապ չունի։ Դա հակապետական, հակահայկական տարր են, որոնք աշխատում են անկախ իրենց ցանկությունից Հայաստանի պետության ոչնչացման դեմ։ Շատ գալիս են եվրոպացիները, խնդրեմ։ Եվրոպացիները գալա, ես ասեմ ձեզ։ Երկորից էստեղ են լինելու, խնդրեմ։ Իրանց եվրոպացիների օրակարգի մեջ մի խնդիր կա։ Իրանք խորը մտահոգված են ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքով։ Իրանք խիստ վախեցած են, որ Ռուսաստանը կարող է հաղթանակ տալ Ուկրաինայում, եւ իրանք համարում են, որ իրանց անվտանգությունը լուրջ կասկածի տակ է դրած։ Բայց հիմա Ուկրաինան դրոնային հաղթարշավ է տոնում եւ էներգետիկ համակարգին Ռուսաստանի թիրախավորված տարբեր տեղերում հարվածում է, այնքան էլ լավ վիճակ չի ճակատում։ Ես ճիշտ եք ասում, ես համաձայն եմ։ Դա էլ ասենք, դա գիտեք, հիմա Ռուսաստանը եւ Ուկրաինայի միջի պատերազմը իր տրամաբանությունը ունի։ Եվրոպացիների մոտեցումները նույնպես իր տրամաբանությունը ունեն։ Ամերիկացիները, որոնք փորձում են կամաց տարանջատվել այդ պատերազմից, նույնպես իր տրամաբանություն ունեն։ Մենք էլ պետք է ունենանք մեր տրամաբանություն։ Մենք պետք է հասկանանք, որ Եվրոմիության էլիտան զրոյական հետաքրքրություն ունի Հայաստանի նկատմամբ։ Իրանց մի հետաքրքրություն կա, որ Հայաստանը դառնա հակառուսական պլազդարան։ Իրանց շահերը այսօր 100%-ով համընկնում է Թուրքիայի շահերի հետ։ 100%-ով է համընկնում։ Ինչու՞։ Բայց տարբեր պատճառներով, եթե Թուրքիան ու Ադրբեջանը նպատակ են դրել հայությանը վերացնել ինչպես որ 15 թվականին, ապա եվրոպական վերնախավ այդպեսի խնդիր չունի, իրան հետաքրքիր չի, այս տարածքը կլինի Արևմտյան Ադրբեջան թե Հայաստան։ Իրանց հետաքրքիր է, որ այս տարածքը չլինի ռուսական։ Սա է խնդիրը։ Այսինքն իրենց նպատակը տարբեր պատճառներով համընկել է թուրքական շահերի հետ։ Սա իրականությունն է, սա ողբերգություն է, բայց սա փաստ է։ Եվ այդ փաստից պետք է մենք հետևություն անենք։ Հասկանում եք ի՞նչն է խնդիրը։ Եսեք ես մի հատ օրինակ բերեմ, որ պատկերացնեք։ Ֆրանսիան վերջերս կնքեց մեծ համաձայնագիր Հունաստանի հետ։ Եվ առաջին անգամ դուք գիտեք, որ Հունաստանը Թուրքիան ՆԱՏՕ-ի կազմի անդամ երկրներ են, չէ՞։ Առաջին անգամ Ֆրանսիան կնքում է մի հատ համաձայնագիր Հունաստանի հետ, որտեղ ասում է, որ եթե հանգարց հույն-թուրքական պատերազմն ինքը բացահայտ աջակցելու է Հունաստանին, որպես գերտերություն, ատոմային գերտերություն։ Փաստ է, չէ՞ սա։ Ինչ եմ ուզում ասեմ։ Այսինքն փլուզված է այդ անվտանգային համակարգը ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Հիմա մոտարապես նման բան է ուզում պայմանագիր կնքի Հայաստանի հետ։ Հիմա տեսեք, դա ինչ է նշանակելու Հայաստանի համար։ Ֆրանսիայի հետ համաձայնագիրը խիստ մտահոգել է Ռուսաստանին, խիստ մտահոգել է Իրանին, խիստ մտահոգել է Թուրքիային։ Ու մենք դառնում ենք մեջտեղում ինչ։ Հիմա տեսեք, ռեգիոնալ 3 երկրների համար դու դառնում ես թիրախ։ Հարց եմ ուզում տամ։ Խելամիտ որևէ մարդ, որը 4-րդ դասարան ավարտած մարդ է, էլ չասեմ ակադեմիկների բաների եւ այլն։ Դուք հասկանում եք ինչ վտանգ է Իրանից ներկայացնում այս նման տիպի համաձայնագիրը Հայաստանում։ Անկախ նրանից թե Ֆրանսիան ով է ինչ է։ Հասկանում եք, չէ՞, ինչն է խնդիրը։ Էլ չասեմ, որ ֆրանսիական բանակ հասկացողություն գոյություն չունի այս պայծրությամբ։ Սա բոլորը գիտեն, որ այսօր եվրոպական տարածքում կա երկու ռեալ բանակ։ Մեկը թուրքական բանակն է, մեկը ուկրաինական բանակն է, որը կոփվել է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում։ Բոլորը դա գիտեն դրա մասին։ Կա ամերիկյան բանակ, թուրքական բանակ եւ ուկրաինական բանակ, եւ կա ռուսական բանակ, կա չինական բանակ։ Եվրոպական երկրների բանակ որպես այդպեսին գոյություն չունի։ Դրանք թիթիզ մակարդակի ձևակերպված թղթի վրա բանակներ են, որոնք գեղեցիկ միջոցառումների ժամանակ կարամ ասացեն, բայց առարկայական որևէ գործողության մեջ ունակ չեն աշխատելու։ Սենց ասեմ ձեզ, 50,000 քիչ թե շատ մարդ կա ֆրանսիական բանակում, որը ունակ է զենք վերցնելու եւ զենքի հետ աշխատելու։ 50,000 մարդ։ Դուք հասկանում եք ինչ եմ ասում։ Այսինքն նոր արկածախնդրության մեջ է մեր ներքաշում կամ կործանարար բանի մեջ է։ Ներքաշում է Նիկոլը Ֆրանսիայի հետ գնալով այդպիսի բանի։ Իհարկե փորձագիտական շրջանակներ, դրսի փորձագիտական շրջանակները չէ, այլ տեսակետ են նշում, որ տիպը Փաշինյանը փողով է աշխատում, ոնց որ ժամանակին ինքը բանը թերթի խմբագիրը փողով աշխատում էր
բաների հետ, իրանք տենց տեսակետ են հայտնում կուլիսներում, sense ես մի քիչ ուրիշ կարծիքի եմ։ Ես չեմ կարծում, որ ինքը փող է աշխատում, ասենք, չգիտեմ, Էրդողանի կամ Ալիևի հետ կամ չգիտեմ դրա համար sense քաղաքականությունա տան։ Սա իրաս կաշին փրկելու քաղաքացու։ Այդ հիմա, բայց այն ժամանակ այդ 5 միլիարդ Արցախը ծախելու թեման օրակարգում հիմա տեսակ հենց այնպես մտա, որ 5 միլիարդ էին առաջարկում միայն իշխանությունը փոխելուց հետո պարզ կլինի, բայց ես իմ անձնական տեսակետը ունեմ, իմ անձնական տեսակետը համընկնում է մոտավորապես այն տեսակետին, որը հիմա հետաքննություն է անցկացնում Վրաստանում Սաակաշվիլիի գործունեության հետ կապված եւ շատ հետաքրքիր դետալ ասեմ, իրանք բացահայտել են շատ մատ հսկայական պլաստ, բայց վերջնի բանը չեն կարող բացահայտել։ Չեն բացահայտել, բայց չեն կարող հրապարակել։ Մի հատ օրինակ բերեմ, Սաակաշվիլին երբ որ իշխանության էր, այն որ այստեղի ՀՀՇ-ականները կամ իբր թե դեմոկրատ, չգիտեմ ինչերը հիացած խոսում էին, տեսեք ինչ է կատարվում բանում Վրաստանում, ինչ է Սաակաշվիլին եկել SSS, հետո նույն Սուքիասյանը խոստովանեց, որ իր եղբայրը, եսի գնացել էր այնտեղ պիտի գնար, կաշառք է նախարարներից մեկը կաշառքեր ուզում $1 միլիոն, հետո իրենք էլ էին զարմացել, որ ինչ այլանդակ կառավարություն է Սաակաշվիլու, այսինքն կաշառակերների բանի Չէ, իսկ հետո իր երիտասարդ բոլոր հիմնականում նախարարներին տեսան եվրոպական երկրներում միլիոնների վրա նստած, այն որ թռան էլի այդ հասկանալի է, մինչև այլ 45 մարդ այնտեղ բանը կալանավորված նստած է բանտում, բայց թռնողներ էլ եղան էլի, թռնողները մեծ մասը թռան, իհարկե հարցը դրա մեջ չի, նու իհարկե դրական բաներ եղավ հանուն արդարության հայրենիք են կորցրել, իրենք են չէ, բան չունեմ ասելու, բայց այդ հայրենիքի կորցնելու Սաակաշվիլին առնվազն էդի հայրենիքը իրանց չի եղել որ Սաակաշվիլին այո դե եթե համեմատենք մեր հետ մեր լրիվ աղետ է էլի մեր հայրենիքն է տվել արդեն Գամսախոդյանի ժամանակ Շևարդանձի ժամանակ ամրագրված էր Սաակաշվիլին հակառակ Աջարյան բերեց բայց չկարողացավ հետ բերի բաները ես ինչ եմ ուզում ասեմ որ այսօրվա իշխանությունների հետաքննության արդյունքում պարզվել է որ Սաակաշվիլին հրամանատվել 2008 թվականի պատերազմի մեջ, այսինքն պատերազմը նախապատրաստել են արևմտյան կոնկրետ կենտրոններ, որոնց գլխավոր նպատակը հետևյալն է եղել՝ սադրել այդ պատերազմը, որ բախվի Ռուսաստանի հետ Վրաստանը եւ որից հետո արդեն անհաղթահարելի process առաջանա, որ իրանց հարաբերությունները այլևս հնարավոր չլինի լուծել։ Հիմա տեսեք այսօրվա իշխանությունը Վրաստանի ուզում է լուծի, չէ, Ռուսաստանը, բայց չի կարող լուծի, որտեղ դիվանագիտական հարաբերություններ կա, հողի խնդիր կա, չէ, արդեն ճանաչված է։ Այսինքն անկախ տնից հիմա ով կլինի Վրաստանի իշխանություն, մեկ այնքը չի կարող լուծի, որտեղ կա հողի խնդիր։ Այսինքն իրանք արևմտյան հատուկ են դա արել։ Հիմա նույնը կարող եմ ասել, որ հատուկ արվեց Հայաստանը։ Արցախը բանը ծրագրավորված մակարդակի սադրեցին սրանց, խաբեցին, խոստացան, որ դուք կարաք լկտի մակարդակի ձեզ պահեք միևնույն Ադրբեջանը ռիսկ չի անի հարձակվի ձեր վրա, որտեղ արևմուտքը կպահի ձեզ թույլ չի տա որ ձեր վրա հարձակվի։ Դա դիրքը ինչ էր ասում էլի Նիկոլա Արփի։ Այո, սրանք համոզվեցին, որտեղ սրանք պրիմիտիվ փողոցային խուժաններ են, որոնք իրենց կրթությունը ստացել են Ինդիայիներում եւ արևմտյան այդ կենտրոններում։ Դե պայմանական կրթություն։ Ծրագրերի են ինչ որ մասնակցել։ Շրջաբերականների մակարդակով կրթություն են ստացել, անգրագետների հավաքածու են սրանք ուրիշ բան չեն կարող անեն։ Հիմա այս մարդկանց խաբեցին գցեցին Արցախը որպեսի իրանք մի խնդիր ու համ Արցախը վերացրելով թույլատրեցին Ռուսաստանի ազդեցությունը Ադրբեջանի վրա դա շատ կարևոր խնդիր էր եւ երկրորդը փաստացի հիմք տվեցին որպեսի Փաշինյանը կարողանա նախ այդ բանը գցի ռուսների վրա Արցախին հանձնումը գցի ռուսների վրա որից հետո արդեն հիմա արդեն իբիջալոց ռուսները զգուշացել են Փաշինյանը ասել են եթե դու շարունակես պետական մակարդակով տանես որ ռուսներն են մեղավոր Արցախի հետ։ Մենք հիմա հրապարակենք մի քանի փաստաթուղթ, որտեղ քո ժողովուրդը քեզ կհոշոտի։ Մենք հիմա կանխմտածված չենք անում։ Բայց երբ պիտի անեն, եթե ասեն չէ, իրանք ասում են մենք դա չենք անում, որովհետև չենք ուզում, որտեղ մտե նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների խնդիր կա։ Իրանք չեն ուզում այդ բաները բանան։ Հիմա դրա համար հիմա եթե դուք նկատել եք Փաշինյանը գոնե պետական մակարդակով չի խոսում դրա մասին։ Բայց մեկ անգամ եւս հիշեցնենք, էլի գիտեմ ձեր նյարդերի վրա, 1 րոպե է ընդամենը, ինչ էր ասում 2020 թվական Не может Горный Карабах, не может и не будет никогда в составе Азербайджана. Это вот уже исключено. И это 100% факт. Ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում եւ ով ճանաչել է Պուտինին ինքը Ադրբեջանի տարածքային ամբողջական։ Լավ, մնացածը ճիշտ է ասում չլսենք։ Այս մարդը Հայաստանի Օստապ Բենդերն է,
ամոթա որ այս ոստա բենդերը մինչև հիմա մնացել է հայտարարությունը ամոթ չի, ինքը հայտարարումը դուք չեք պատկերացնել թե ինչ աստիճանյա հայտարարել ամբողջ հայությունը աշխարհով մեկ դուք չեք պատկերացնել բայց իր արբանյակների մասին է խոսում ես հասկացա որ այս ռիկաները որ Նիկոլից հրաժարվում են հիմա գնում են էլի այդ իբր թե Թուրքամետ Շիրինյանի Արամ Սարգսյանի դրանց գնում են դրանց գիրկը մարտիկա որ գնում են եւ վերջին հարցը պարոն Զանդ հիմա արդեն հարցումներ է բոլոր հարցումներով հավաքական ընդդիմությունը 3 ուժեր ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյան, Ծառուկյան, Սամվել Կարապետյան հաղթելու են Նիկոլ Փաշինյանին վռնդելու են։ Խնդրեմ։ Ջան, ես շուտ բանից գիտեի, որ ես մեր հարցումներով մենք շուտ բանից դա արել ենք, մենք տեսնում ենք, որ մենք իսկապես հավաքական ընդդիմությունը միանշանակ հաղթանակ է տանում իշխանության նկատմամբ, իշխանությունը գիտի դրա մասին, եւ դրա համար ինքը ցայտնոտի մեջ ներվանացած վիճակի մեջ է։ Իդեպ արիթ օգտվելով ես կարող եմ ասեմ, որ կոնկրետ մեր քաղաքական ուժի այդ առաջարկ Հայաստանի ծրագիրը, որը ներկայացվել է եւ Գագիկ Ծառուկյանի կողմից եւ Անդրանիկ Թևանյանի կողմից, ինքը որակով իր բովանդակությամբ ամենամրցակցային իմաստով լավագույններից մեկն է, որովհետեւ մենք դետալային մակարդակով արգելի ժողովուրդ ներկայացել ենք ինչ անշանակում երաշխարհված խաղաղություն։ Տեսեք, այն խաղաղության բանակցային process-ը, որ հիմա Նիկոլ Փաշինյանը տանում է, ենթադրելու է 8 գյուղերի հանձնում, հետո տարածքների հանձնում, հետո բախումներ, հետո կամաց-կամաց ադրբեջանցիների վերադարձ Հայաստան։ Սա միանշանակ եմ ասում, բոլոր մակարդակի փորձագետները նշում են, որ այս ծրագրի կյանքի կոչման պարագայում, նույնիսկ եմ կրկնում, Հայաստան պետականությունը չինելու 2 մաքսիմում 3 տարուց հետո, իսկ 5 տարի հետո այստեղ արդեն մարդ չի ապրել։ Նիկոլի ընտրվելուց հետո Հայաստան չի լինելու երաշխարհված խաղաղություն։ Երաշխարհված խաղաղություն նորից եմ ուզում կրկնեմ, որ բանակցային process-ի մեջ մտնում է միջնորդ ինստիտուտ։ Միջնորդ ինստիտուտը արդեն զսպում է Ադրբեջանի պլանները, ամբիցիաները, բաները, եւ բանակցությունները գնում է ավելի առարկայական մակարդակով, եւ բանակցությունները գնում է փաթեթային մակարդակով, այսինքն ամբողջ փաթեթը բանակցվում է եւ սահմանագծումը գնում է ամբողջական բանով, եթե ինչ-որ կոմպրոմիսային տարբերակ ունենք, ասենք Արցվաշենի հետ կապված կարա փոխանակում լինի, ասենք տարբեր այլ բաներից, այդ ամեն ինչը բալանսավորված է լինում, որտեղ անվտանգային խնդիրներ Հայաստանը չի ունենալու։ Սա շատ կարևոր խնդիր է, որտեղ այդ է նշանակում իրական խաղաղություն, հարգելի ժողովուրդ։ Խաղաղությունը չի լինում վերացական։ Սահմանազատումը դա քաղաքական ակտ չի, սահմանազատումը շատ կոնկրետ տեխնիկական process է, բայց սահմանազատումն ու սահմանագծումը կարան կյանքի կոչում մենակ այն ժամանակ, եթե կողմերը ունեն բալանս, հավասարված։ Հայաստանը թույլ վիճակի մեջ է Ադրբեջանի հետ։ Հնարավոր չի, որ 2 հոգով, 2-ով այդ ֆորմատով գնանք։ Դա խաբեություն է։ Այդ խաբեությունը վերջը արդյունքում ձեզ է բանանելու։ Առանց երաշխարհված խաղաղության հնարավոր չի տնտեսական զարգացում։ Տնտեսական զարգացման մոմենտով ասեմ, մեր ծրագրի մեջ շատ կարևոր մի քանի կետ կա, որ ես կուզեմ նշեմ։ Այս Էմիրատների հետ կապված պատմությունը, որ հիմա տեսնում են, չէ՞, այդ Դուբայի հետ ռմբակոծումները, բաները, ես ասեմ, որ Էմիրատները վերջին տարիներին դարձել էին համաշխարհային Շվեյցարիա, այսինքն Շվեյցարիան իր դերակատարումը հանձնել էր Դուբային։ Այսինքն Դուբայում էր։ Ուրեմն ես ինֆորմացիա եմ ասում, մինչև 1 տրիլիոն դոլարի գույք եւ սեփականություն ուներ ռուսական ամբողջ քաղաքական եւ տնտեսական վերնախավը Դուբայում, մինչև 1 տրիլիոն։ Մենակ ռուսականի մասն է խոսքը։ Ես ուրիշների մասին չեմ ասում։ Մնացածը չինական, ամերիկյան, չգիտեմ, հրեական, այսինքն Իսրայելի հսկայական Դուբայը մի հատ հսկայական մի հատ մեծ տարածք էր դարձել, որտեղ ինքը մեգա մի հատ պրոյեկտ էր իրենց ներկայացնում, որտեղ ինքը ոչ միայն Շվեյցարիա էր, ինքը մեգա Շվեյցարիա էր իրենց ներկայացնում։ Հիմա այդ գաղափարը փլվում է։ Էմիրատները դուրս եկան OPEC-ից, որպեսզի կարողանան նավթ շատ ծախեն, որպեսզի որ այդ տակից կարողանան դուրս գան, ինքը շատ խորը վիճակի մեջ է։ Վերջերս ինչ հայտարարեց Էրդողանը։ Էրդողանը հասկանալով, որ Դուբայի այդ պրոյեկտը նախագիծը արդեն փլվում է, ինքը հայտարարեց, որ ինքը հսկայական պրեֆերենցիաներ է տալիս այն արտասահմանյան ֆիրմաներին եւ ընկերություններին, որոնք Դուբայից կարողանան ուզենան դուրս գան, ինքը ուզում է Ստամբուլը սարքի տես մի հատ պրոյեկտ։ Ես ուղղակի ինֆորմացիա եմ տալիս, որ քեզ լավ մակարդակի առաջարկություններով այնքան հանդես գալիս աշխարհի բիզնես շրջանակների նկատմամբ։ Հիմա մենք մեր ծրագրի մեջ միակն ենք Հայաստանում ուժերից մեջ, որ մենք ունենք կոնկրետ մակարդակի նախագիծ, որը մեզ խորհուրդ են տվել նաև այն շրջանակները, որոնք կոնկրետ աշխատում են Դուբայում եւ ընկերներ ունեն Դուբայում եւ որոնք մտահոգված են թե ինչ պետք է անեն, մենք ասում ենք, որ մենք առաջարկում ենք Հայաստանում հին аэроպորտի կողքը, Զվարթնոց аэроպորտի կողքը ստեղծել մի հատ մեծ օֆշորային գոտի, այդ օֆշորային գոտում
ստեղծել հսկայական մի հատ համալիր, միկրոքաղաք, որտեղ այդ գոնե մի մասը մենք կարող ենք տեղափոխել Հայաստան եւ ասեմ ձեզ բոլոր բաները հաշվարկները ցույց են տալիս, որ օֆշորային գոտու ստեղծելու այն երկիրը, որով նման տիպի օֆշորային գոտի է ստեղծում, մի տարվա ընթացքում մենակ իր հաշվին ՀՆԱ-ի աճը կազմում է 10%, մենակ իր մասով, իսկ հաջորդ 2-3 տարիների ընթացքում աճը հասնում է մինչև 25-30% ՀՆԱ-ի մասով։ Նույնը եղել է Էմիրատներում, նույնը եղել է չինական տարբեր հատուկ տնտեսական գոտիներում, նույնը եղել է Սինգապուրում, նույնը եղել է Հոնկոնգում։ Ասեմ ձեզ, որ 2000 թվականից մինչև հիմա 26 տարվա ընթացքում Չինաստանի ՀՆԱ-ն, այսինքն տնտեսությունը գիտեք քանի անգամ է մեծացել։ 17 անգամ։ 17 անգամ Չինաստանի տնտեսությունը մեծացել է 26 տարվա ընթացքում։ Հենց այս քաղաքականության արդյունքում մենք միակ ուժն ենք, որը մեր ծրագրի մեջ կա այդ շատ կարևոր ծրագիր, ես էլ չասեմ, որ կա ազատ տնտեսական գոտի Գյումրիում ստեղծելու, կա այդ Քրիստոսի արձանի խնդիրը, միայն Քրիստոսի արձանի խնդրի կառուցման հետ կապված, որ առաջարկել է Ծառուկյանը, ասեմ ձեզ, որ միայն այդ տարբեր հաշվարկներով մեր տուրիստների քանակը կարող է 50%-ով ավելանալ։ Բայց որպեսզի այդ ամեն ինչ իրագործվի, մենք պետք է բոլորս գնանք ընտրության, մեր ձայները չփոշիացնել, շատ կոնկրետալ այն ուժերին, որոնք ռեալ հնարավոր է որ հաղթահարեն, նախատեսված այդ տոկոսները, այնպես ոչ փոշիացնեք, ասեք ու ավարտում ենք։ Հա, տեսեք, դուք շատ լավ գիտեք, որ Մայր Հայաստանը ինքը տարբեր ընտրությունների փոքր քաղաքներում, Գյումրիում, Էջմիածնում, նաև Երևանում ինքնուրույն մասնակցելով հաղթարեց այդ 4-5%-անոց շեմը եւ ունեցավ ներկայացություն ավականներում։ Մենք այս ընտրությունների ժամանակ էլ կարայինք հաղթարենք այդ 4%-անոց բանը շեմը, որտեղ մենք հաշվել ենք, բայց մենք մի կողմ դրեցինք այդ ամբիցիաները, որտեղ մեր համար այդ աթոռների քանակը չէր կարևորը, մեր համար կարևոր էր գլոբալ իշխանափոխությունը։ Եվ մենք հասկանում ենք, որ գլոբալ իշխանափոխության համար պետք է մեծ ֆորմատով հանդես գալ։ Դուք շատ լավ գիտեք, որ անցյալ տարվա ամռանը ես ասում եի, որ լավագույն տարբերակը կլիներ, որ բոլորը մի հատ մեծ ֆորմատով Սամվել Ալեքսանյանի հետ գնան, այս Սամվել Կարապետյանի հետ գնան։ Այդ հիշում եք, որ դա Իվանիշվիլի ոչ մեր տիպ պատճառով դա չեղավ։ Ինչևէ, հիմա սա եղել է, 3 ուժեր գնում են։ 3 ուժեր կան, միգուցե կարա 4-ն լինի, ես չեմ ուզում ոչ մեկին մեղադրեմ, բանանը թերագնահատեմ։ Այդ մենակ միայն այդ 3 ուժերով բավարար է, որ մենք իշխանափոխություն իրականացնենք եւ փրկենք Հայաստանը։ Վստահ եք, եթե ինքը գնա լայնամասշտաբ կեղծիքների, Նիկոլը հաստատ process-ներ կգնան։ Չի լինի արդյոք սա։ Վստահ եք։ Հիմա հիմիկվա տեխնիկական հնարավորությունները այնպեսին է, որ կեղծել ընտրությունները շատ դժվար է լինելու։ Ես ուղղակի մեր ժողովրդին եմ ուզում ասեմ։ Հիմա իրանք հիմնականում ընտրակաշարք են բաժանելու, ճանապարհով են գնում։ Իրանք շատ դժվար անելու բանը ընտրակեղծիքի իրականացումը։ Բայց ցանկացած իշխանություն 200,000 ձայն ուղղակի գրպանում ունի, ռեսուրսները ունի հետեւյալ նկատով։ Իրանք բանը վարչական ռեսուրսի բան են հաշվի առնում։ Բայց ասեմ ձեզ, որ նույնիսկ վարչական ռեսուրսի բանով հաշվառնելու մեր հաշվարկներով մոտավորապես 450,000 ձեն ունի իշխանությունը, կարող է պլյուս լինի, ասենք մի 10-20,000, բայց ոչ ավել։ Իսկ հիշեցնեմ, որ ինքը 688,000 ձեն էր հավաքել 21 թվականին եւ հավաքել ընդամենը 53%։ Ու ավելի մատը հիշեցնեմ, որ այն ժամանակ մասնակցել է բնակչության թվի 49%-ը։ Այսօրվա դրությամբ մեր բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ 57% բնակչության պատրաստվում է մասնակցել ընտրությունների։ Տեսեք, դա շատ կարևոր թիվ է, էլի։ Այսինքն 57% որտեղ է, 49% որտեղ է։ Այսինքն նույնիսկ եթե 49% մասնակցեր, ինքը այսօրվա դրությամբ ինքը քանի որ ունի 450,000 ձեն, նույնիսկ 449%-ի պարագայում 450,000։ Այնպես որ ուզի թե չուզի պետք է վռնդվի։ Շնորհակալություն։ Հա, այսինքն իր միակ շանսը որն է, որ 45%-ից պակաս մարդ մասնակցի, որպեսզի իր ստանդարտ այդ ստաբիլ թիվը զառնա մեծամասնություն, ժողովուրդ ջան, դա համար ես կոչ եմ անում բոլորիդ գնալ ընտրության, մասնակցել ընտրությանը, չփոշիացնեք ձեր ձայնը եւ տեր կանգնեք ձեր ձայնը, եթե հանկարծ գնա ձեր ձայն տալով, դուք ձեր ձայնը տալիս ձեր ապագային, ձեր սեփականությանը, ձեր ընտանիքներին, ձեր երեխաների ապագային եք ձեր տալիս, որ դուք երեխաները չհայտնվեն այն վիճակի մեջ, որ հայտնվեցին Երկրորդ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ այն 4000 երեխաները, որոնք անվերադարձ կորցրեցինք մենք։ Սա է խնդիրը։ Շնորհակալություն։